Բավական էր, պարոն Կոնջարյան, քաղաքական ուժը, որն ասում էր Արցախը թոք է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է, հիմա պատկերացնում է, որ սենց սրտի ցավով է ասում, անտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածը ինչի՞ չէր բողոքել, որ իրան շրջել են։ Ոնց որ թե ինքն էլ դեմ չէր շրջվելուն։ Շրջվողը դեմ չէր շրջվելուն, հենց այդ եմ ուզում ասեմ։ Մյուսը վարկի հետ կապված։ Մենք չենք ասում ինչի եք վարկ վերցրել զենք առնելու համար։ Մենք չենք ասում ինչի եք զենքի վրա շատ փող ծախսում, ասում ենք ավելի քիչ եք ծախսում, քան թե պետք է։ Բայց վեր կենալ ասել 8 միլիարդ վարկ ենք վերցրել, 8 միլիարդի զենք ենք առել։ Բա ճանապարհ ինչի հաշվին եք կառուցել։ Ակնհայտ է, չէ՞ որ 8 միլիարդի զենք չեք վերցրել, վարկ չեք վերցրել, որ զենք առնեք։ Մանավանդ հիշացնեմ ձեզ, որ ձևակերպումը մի քիչ ուրիշ էր։ Շատ էր պետք, շուտ էր պետք, վերցրեցինք, հիմա էլ վերցնում ենք։ Ակնհայտ է, որ դա ուղղակի ներողություն մանիպուլյացիա է եղել։ Եվ պետք չի ստեղ ասել, մենք չէինք ուզում, որ ինչ ընդդիմությունը չի ուզում, որ դուք զենք առնեք, ոչ։ Պարոն Խաչատրյան, հարցս առաջարկս հետևյալն էր։ Տիկին Ղալեչյան, ներողություն եմ խնդրում, մյուսին անդրադառնամ։ 5 միլիոն տալիս եք մեկ անձի հաշվարկով։ Այդ մարդը գնում է հիպոթեկային վարկ է վերցնում, վարկի վրա գալիս է դիցուկ 1.5 միլիոն կամ 2 միլիոն։ Փաստորեն 7 միլիոն վճարվում է։ Այդ 7 միլիոնի փոխարեն, որից 5 միլիոնը գալիս է մարդուն, 2 միլիոնը գնում է բանկին, այդ 2 միլիոնը ինչ որ գործակցով զեղչեք եւ 5 միլիոնը միանգամից կդառնա 6 միլիոնի ընդհանրենք։ Դա բայց կնև դրա փոխարեն համ Իրան հասանելի գումարն ավելի շատ կլինի։ Այդ գումարի, որը ներգրավում է, մեկը դուք այդ տոկոսը վճարում եք, չէ՞։ Մեկը դուք այդ զեղչեք, ոչ թե զուտ զեղչված արժեք հաշվեք, present value։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանը։ Պարոն Խաչատրյան, երկու հատ փաստական սխալ ասցիք այստեղից։ Հուսով եմ դա միտումնավոր չեք ասել, այլ պատահաբար է ստացվել։ Առաջինը, որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոք էր։ Ասվել է Ղարաբաղի հարցն էր թոք Հայաստանի վզին։ Դրանք շատ տարբեր բաներ են եւ այդ Ղարաբաղի հարցը թոք սարքելու ամենակարևոր ուրեմն գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, ումից որ այսօր ուրեմն դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան որ հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար։ Պետությունը 250 միլիոն վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի։ Ռոբերտ Քոչարյանից ապօրինի գույքով մենակ հաստատված հայցագինը կազմում է 200 միլիոն դոլար։ Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որը եկել է ու այստեղ դարել է դոլարային մուլտիմիլիոնատեր։ Բա մի հատ դրա մասին էլ խոսացեք, կամ ասում եք բանը, ես ասեցի, ասում եք, պարոն Կոնջարյանն ասեց, որ այնտեղ հեղաշրջում եղավ։ Ես այդպես չասեցի, ես հեղաշրջում արեցիք, պարոն Խաչատրյան, եւ ձեր պատասխանատվության կտորը մի հանեք իմ խոսքից, որ գալիս եք եւ մեջբերում եք կառավարության ծրագիրը, այդ պահն էլ ֆիքսեք, որ դուք գնացիք եւ այնտեղ հեղաշրջում արեցիք, հետո լուծարեցիք Ղարաբաղը։ Հիմա էլ ասում եք, որ այդ հեղաշրջում արվողը դեմ չէր դրան։ Այսինքն դեմ չէիք, որ լուծարեիք հետո։ Սրա մասին եք խոսում։ Դուք ուրիշ բան ասեք, դուք ուրիշ բանի մասին խոսացեք, ո՞նց է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանից պահանջում են մոտավորապես այնքան փող, ինչքան որ պետությունը վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծի։ 200 միլիոն այնտեղ, 250 միլիոն այնտեղ։ Դրա մասին խոսացեք, հարգելի գործընկերներ, թե չէ եկել եք, բաներ եք, հեքիաթներ եք պատմում։